Երբ որ որոշես ու պատմես, այդ ժամանակ ես կարագացնեմ ես ընթացքը։ Հո չեմ թողելու, որ հայրդ մի հատ էլ ինձ սպանի։ Այս տունը մի տեղ դիր։ Ինձ էլ սա պետք չի։ Ես քաջիկ ունեմ։ Թող հայրդ գտնի ու հանգիստ լինի։ Լավ մնացեք նա։ Ռան, ես ինչ ես նստել։ Մամ, մի հատ շորս կտաս։ Չհասկացա, ինչ ես ուզում անել, ասա։ Մամ, տուն եմ գնում ու էլ չենք շարունակում, ես բժշկի հետ արդեն խոսել եմ։ Այսինքն տուն ես գնում։ Ռան ջան, առողջությանդ հետ ես խաղում, չես հասկանում, բա որ ամեջ բարդանա։ Մամ, հիմա կտաս, թե ես ինքնուրույն մի կերպ վերցնեմ։ Ինչ անիկ։ Սակո, շուտ արի հիվանդանոց, ես էլ տղուտ հետ չեմ կարողանում։ Երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ, ուզում ա տուն գա։ Ես խոսել եմ հետը արդեն։ Գիտես ու համաձայն ես։ Եթե լավ ազգում իրան թող գա տուն, ինչ նախանգարում չեմ հասկանում։ Ես գալիս եմ Վրամի հետևից, դու գնա տուն մի բան սարքի, մինչև մենք դուք կգանք։ Չէ, ես կխելագարվեմ արդեն։ Ում զանգել եմ, ոչ մեկ նորություն չուներ։ Ով էլ ինչ-որ բան գիտեր, ասում էր, որ տարել են բուժման, բայց ոչ հիվանդանոցի հասցե էին ասում, ոչ էլ։ Ոչ մի ձև չէի կարողանում մամայիդ հետ կապի դուրս գայի։ Հետո մեջս կասկած ընկավ արդեն։ Ուրիշ ձևերով ճշտեցի ու իմացա այն, ինչ իմացա։ Ամեն ինչ շատ բարձ էր։ Իրանց ուղակի պետք էր այդ սառոկը եսին վրա վերցնեմ։ Իրանց ինչի մեր է կապրի, թե չէ։ Գերեզմանի տեղը գիտես։ Հա, մի անգամ գնացել եմ։ Հենց հասկանում էի, որ մի բան այն չի, բայց նենց հույս ունեի, որ գալու եմ ու հակառակը իմանամ։ Ինձ կնել ես աղբերս։
Ոչ մի ձև չէի կարողանում քեզ ասել։ Ես այդ սովորական դեպքերից չէր, որ կանգնեի ու ասեի, չստացվեց։ Կտանես մորս մոտ։ Հա։ Դու էլ գիտեիր, որ Վրամը հիվանդանոցում է։ Հա, գիտեի։ Գիտեիր ու ինձ ոչ մի բան չէիր ասում։ Դե ես երեք ամբողջ օրը այնտեղ եմ եղել։ Հայկը հենց զանգեց, միանգամից պապային զանգեցի։ Հայկ, Հայկ նար է, էլի Հայկ, ինչքան կարելի է։ Վրամը են Սոնայի դարդով անգած, դու էլ Հայկի։ Ես չեմ հասկանում, այդ ընտանիքը մեզ համար պատիժ է, որ եկել է մեր գլխին։ Մամա, ոչ թե այդ ընտանիքն է մեր համար պատիժ, այլ մենք ենք իրենց համար պատիժ։ Ինչ? Ինչեր ես խոսում, նար է, գժվել ես։ Լավ մի ձևացրու, թե իբր ոչ մի բան չգիտես։ Դու քո ամբողջ կյանքում պապայից տվերն ես եղել։ Ուղղակի մի բան չեմ հասկանում, դու այդ ամեն ինչը իմանալով ո՞նց ես գլուխդ հանգիստ բարձին դրել ու քնել։ Կամ այդքանից հետո ո՞նց ես Հայկի ընտանիքի մասին տենց բաներ խոսում։ Երբ որ այս ամեն ինչի հետևում պապան է կանգնած։ Ինչ? Ինչ ես խոսում, նար է, ես չեմ հասկանում, ինչ ես խոսում։ Մամա, ես լավ չեմ։ Ոնց լավ լինեմ։ Ոնց լավ լինեմ, որ իմացել եմ ոչ թե Հայկի պապան ու հորքուրը փախել են, այլ պապան սպանել է Աշոտին։ Իսկ հորքուրից ընդհանրապես ոչ մի լուր չկա։ Ինչ? Ինչ է ուզածդ։ Որն է նպատակդ։ Ուզում ես աղբորդ գործը շարունակել։ Ուզում ես վերջնականապես ընտանիքս քայքայել։ Հասկացել ես, որ երեխես քեզ շատ է սիրում։ Ուզում ես առիթից օգտվել, երեխու սերը իր դեմ հենց զենք սարքել, բայց չստացվեց, հա։ Փրկվեց։ Ես չեմ ուզի, որ Վրամին ինչ-որ բան լինի, ես սիրում եմ Վրամին։ Ուրեմն հանգիստ թող երեխուս։ Եթե իսկապես սիրում ես, ոնց որ դու ես ասում, հեռու կմնաս երեխուցս։ Իսկ եթե հիմա հեռու չմնաս, հետո շատ ավելի ուշ կլինի։ Դու ու քո ընտանիքը այնքան ցավ եք բերել իմ տուն, մենակ ցավ ու կորուստ։ Հնարավոր չի։ Ես էլ չեմ կարող։ Սոնա, ես էլ չեմ կարող, Հերիկա։ Ես մայր եմ։ Իմ երեխան հրաշքով է փրկվել, հասկանում ես։ Ինչ անեմ, որ հեռու մնաս երեխուցս։ Ես ամեն ինչին պատրաստ եմ, ամեն ինչի։ Խնդրում եմ, Սոնա, էգոիստ մի եղիր։ Դու աղջիկ ես։ Ու շատ լավ գիտես, որ տղամարդուն քո կողքին պահելու համար մեծ ջանքեր հարկավոր չեն։ Այնպես ինչպես նաև հեռու պահելու համար։
Հեռու մնա տղայիցս։ Խնդրում եմ քեզ, Սոնա։ Հանգիստ թողեք մեզ։ Նարեն, դու խելագարվել ես։ Ինչեր ես խոսում։ Լավ, մամա։ Մի ձևացրու, թե դու իբր ոչ մի բան չգիտես։ Դու միշտ էլ ամեն ինչ իմացել ես, ուղղակի պապայի վախից ձայն չես հանել։ Հա, իմացել եմ։ Իմացել եմ, բայց ամեն ինչ կտայի, որ չիմանայի։ Դու հասկանում ես, ես սրանից հետո չեմ կարողանալու ապրեմ։ Ես անընդհատ փորձում եմ ինձ համոզեմ, որ չի կարա տենց բան լինի, չեմ ուզում հավատամ, բայց բոլոր իրադարձությունները համընկնում են։ Պապան սպանել է Աշոտին անհայտ պայմաններում։ Հորքուր ինչ-որ տարօրինակ նամակ ա գրել ու գնացել է։ Դու հորքուրից լուր ունես այսքան ժամանակ։ Չունես, որովհետև երբ պապային հարց ենք տալիս, միանգամից փակում է այդ թեման։ Հասանք տուն։ Պապ, մի րոպե կանգնենք, էլի։ Ինչ եղավ, լավ չես։ Չէ, լավ եմ, գլուխս պտտվեց ուղղակի։ 2 րոպե շունչ քաշենք ու գնանք։ Լավ, ինչ։ Բարի օր ձեզ։ Բարի օր։ Ես էլ հիվանդանոց էի գալու։ Լավա զանգեցի քեզ դյացակո, իմացա որ տուն եք գալիս։ Հա, Վրամ ջան, ո՞նց ես։ Օգնեմ գնանք տուն։ Նորմալ է։ Այսքան եկել եմ, ես էլ կգնամ։ Մամ, դու իրոք ոչ մի բան չգիտեիր։ Նարե, քեզ թվում է դու գիտես։ Քո ասածները զառանցանք են։ Զառանցանք։ Հորդ հրեշավոր բաների մեջ ես մեղադրում։ Ո՞վ է նման հիմար մտքեր մցրել գլխիդ մեջ, ո՞վ։ Ասում ես զառանցանք են։ Հա? Բայց դու էլ ես չէ հասկանում, որ բոլոր իրադարձությունները համընկնում են։ Մամա, ես ձայնագրություն եմ լսել, որտեղ որ քաջիկը պատմում է, թե ամեն ինչ ոնց է եղել։ Ու քո կարծիքով, հիմա ինչի է այս վիճակում քաջիկը։ Կամ այն ժամացույցը, որ պապայի մոտ է։ Լավ, ես եմ եղել երեխա, չեմ իմացել, չեմ հարցրել, բա Դու չգիտես այդ ժամացույցը ումն է։ Այսքան ժամանակ գոնե մի անգամ ոնց չես հարցրել, այս ժամացույցը քեզ որտեղից։ Սուսմանա, Երիկա, խնդրում եմ, Սուսմանա, խնդրում եմ, Սուսմանա։ Ուղղակի ես վստահ եի, որ դու գիտես։ Մի օր մեկը բոլորն էլ իմանալու են։ Ուղղակի հիմա մտածում եմ, որ այս ամեն ինչը իմանալուց հետո աչուձախ էլ չես շարունակի փնովել Մարգար պապենց ընտանիքը։ Ու գիտես, այս աշխարհում հավասարություն կա։ Պատահական չի, որ Կարոյի մահից հետո պապան վրեժ չլուծեց։ Որովհետև գիտի, ինչքան էլ մարդիկ չեն տեսել, չգիտեն, բայց Աստված ամեն ինչ տեսնում է։ Խորժակ չունեմ։ Ինչի։ Խորժակ ինչ եղավ։ Բրանում հետ։ Ասա ես լավ չեմ կամ գնացել է փոխվել խոսքով մի բան հորի։ Նարի։ Զգույշ։ Արդեն տանն եմ։ Ինչ լավ է եկա, բարեգալիստ։ Գոնե մեկը ուրախացավ։ Դե ապրես էլի։ Ոնց ես։ Լավ եմ, բայց մի քիչ կամաց։ Նարեն շատ հոգատար քույր է։ Բոլոր հարցերում էլ իր հոգատարությունն ու անհանգստությունն երևում է։ Ինչ որ խնդիր կա, Արմո։ Ինչ ա եղել, Վրոն ջան։
Լավ բան է ասում Արման։ Մեր հետ ուր են արել, ասա թող գա հաստանի։ Ռոն ջան, ուզում ես բարձրանանք վերև պարկես։ Չէ, պապ, նորմալ է։ Արի, Արմա ջան, արի։ Մամ, լսի խնդրում եմ քեզ հիմա հանգստացի, որովհետև Վրամը ոչ մի բան չպիտի իմանա։ Մարե, մտքիցս դուրս չի գալիս։ Ոնց է դա եղել, ումից ես իմացել։ Մամի մտքից էլ դուրս չի գալիս, բայց ոնց հասկանում եմ, այդ ճիշտ է։ Որովհետև որ իրավիճակները իրար կողք եմ դնում, հասկանում եմ, որ տենց է եղել։ Հավատս չի գալիս։ Նարե, բայց ումից ես իմացել, ոնց ես իմացել։ Խնդրում եմ ասա ինձ, մանրամասները ասա։ Մամ, հիմա որ ասեմ չես հավատալու։ Ինչի։ Ով է ասել։ Ասա։ Արման։ Ինչ։ Լսի, հիմա Պապան Վրամը ու Արման հյուրասենյակում են ու պապան ասաց, որ դու սեղան պատրաստես։ Արի հիմա սեղանը պատրաստենք, հետո ես քեզ ամեն ինչ կասեմ, կբացատրեմ։ Չեմ հասկանում հիմա ամեն ինչ ավելի խճճվեց։ Արման։ Հա, մամ, ես քեզ խնդրում եմ, հիմա ոչ մի բան ցույց մի տուր։ Ամեն ինչ կբացատրեմ։ Արմոն այն մարդը չի, ում դուք գիտեք։ Ես քեզ կօգնեմ սեղանը կպատրաստենք, ափսեները տանեմ։ Որ բերթում էի, ոնց որ պատկերացրած լինեի ես պահը։ Ինչքան էլ վատ է անչում, բայց ոնց որ համակերպված լինեի ես ամեն ինչին։ Մի տեսակ պատկերացրել էի, որ արդեն մամաս չկա, որովհետև ուրիշ բան չկար։ Ինձ պատրաստել էի ես ամեն ինչին, բայց մեկ աներսս քանդվում է հիմա։ Գիտեի, որ գալու է այդ օրը, բայց մի տեսակ, որ գիտեի դրանք պիտի մորս տիրություն անեն, մեղմացնում էր մի քիչ վիճակը։ Չես կարող ասես, կարող է փորձել են, բայց չեն հասցրել։ Երեխա ես Հայկ։ Դրանց ուղղակի պետք էր, որ ես այդ մեղքը վրես վերցնեմ։ Թույլ տեղս է գտել էին մորս անուն էին տվել, որ չկարանամ բան ասեմ։ Ինչ ես մտածել։ Չգիտեմ, իմ ուղղակի մնալու տեղ պիտի ճարեմ, որովհետև մեր տունը ծախել էինք մամայի դեղերի համար, վարձով էինք ապրում։ Վարո դու գժվեցիր։ Ինչ տեղ գտնելու մասին է խոսքը։ Իմ հետ կգաս մեր տուն։ Դու մնալու տեղի խնդիր չունես։ Ճիշտ է, մորքուրիս տունն է, բայց տարբերություն չկա, հաշվի հետ իմ տունն է։ Չէ, Հայկ, չէ, անհարմար է։ Ախպերս ոչ մի անհարմար բան չկա։ Ասում եմ կգաս մեր տուն, քերրին էլ գիտես, 100 անգամ եկել է Բերդ, ճանաչում ես։ Ոչ մի անհարմար բան չկա, կմնաս այնքան, մինչև կհասկանաս ինչ պիտի անես։ Քերրին իմ համար հորպես է, դու էդ գիտես։ Լավ, բայց ժամանակավոր մինչև հասկանամ ինչ եմ անում։ Հիմա դու դրա մասին մի մտածի, ախպերս։
Հա, Վրամ ջան։ Ես շատ մեծ ուրախություն էր, հրաշք կարելի ասել, հրաշքով փրկվեցիր։ Լավ, պապ ջան, հիմա ուրիշ թեմա չկա խոսալու։ Ձյացակո, եթե կուզես վաղը դու էլ մի արի օֆիս, ես ինչ պետք է կանեմ։ Հա, բայց ինչի համար չգա։ Որ լավ եղա, ես էլ եմ գալու։ Ինչի համար ախպերես։ Մնա լավացի, ես ինչ պետք է կանեմ։ Հիմա դու պիտի որոշես, հա, ես ինչ անեմ, ինչ չէ։ Լավ, վերջ։ Վաղը կգա կհասկանանք։ Ես երևի գնամ, դուք էլ օգնած կլինեք, մնացեք հանգստացեք։ Նարէ ջան, կճանապարհես Արմոյին։ Ես կճանապարհեմ։ Հաջողություն ձեզ։ Հաջողություն։ Պապ, Նարեն ու Արմոն էլ ընդհանրապես իրար հետ կապ չունեն։ Ու լավ կլինի, որ Արմոյին վերաբերող հարցերում Նարեին չխառնես։ Ես դա շատ լավ գիտեմ, որ կապ չունեն։ Բայց տունը հյուր է եկել։ Ու հյուրին ճանապարհելը դա շնորհքի հարց է։ Պապ ջան, որ խնդրեմ, այդ հյութը կփոխանցես։ Հիշում եք, չէ, հորքուրը շատ էր սիրում այդ հյութը։ Դե ամեն անգամ իջնում էր մառան, բանկան գրկած բարձրանում էր։ Մաման էլ հետը կռիվ էր անում։ Ասում էր հյութը ձմեռվա համար է։ Հորքուրն էլ ասում էր ձմեռը հյութ չեն խմում։ Չես փոխանցում, պապ։ Այս վերջերս մի տեսակ սկսել եմ շատ հորքորի մասին մտածել։ Հետաքրքիր է, ուր է, ինչ է անում, երեխա ունի թե չէ։ Դե լավ, հասկացանք։ Ես ձեզ քանի անգամ եմ ասել, այս տան մեջը դրա անունը չտաք։ Ինչի։ Որովհետև հետաքրքիր չի, թե ինֆորմացված ես ուղղակի մենք դրա մասին չգիտենք։ Ինձ հետաքրքիր չի։ Եվ հետո ես չեմ հասկանում, Նարէ, դու այս 2 օրը քեզ շատ տարօրինակ ես պահում։ Ինչ ես ուզում ասել դրանով։ Դե հորքուրս է։ Ինձ թվում է նորմալ է, որ հետաքրքիր է իմ համար հիմա ինչ վիճակում է։ Խորշակս փակեցիք։ Նորմալ է ամեն ինչ, Նարե։ Հա, նորմալ է։ Ուղղակի հորքուրի համար եմ անհանգստանում այդքան բան։ Պես արդեն գնում ես։ Ինչի սենց հանկարծակի կամ ուր ես գնում։ Գործերով եմ գնում, ցավոտ տանեմ։ Իսկ քո գործերով տեղանուն չունի։ Իսկ այդ անունը քեզ ինչ է տալու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև Հայկ ջան։ Բարև Գերի ջան, ո՞նց ես։ Լավ եմ Հայկ ջան։
Վարունա, ընկերս է, շատ եմ պատմել, պիտի որ հիշես։ Հիշում եմ։ Հաճելի է։ Դե քերին էլ հաստատ կիմանաս։ Դե քերի մասին ով չգիտի, շատ ուրախ եմ։ Սոնան է, քուրս է, էլի շատ պատմել եմ քեզ։ Հաճելի է։ Բայց ինչ ճամպրուկային դրամատրություն է։ Հայկ կարող է դու պապայի հետ խոսես, ինձ թվում է քո հարցերին ինքը ավելի թեթև կերպով կպատասխանի։ Դե գնում եմ իմ անձնական գործերով էլի։ Անիմաստ է, հա։ Կներեք ինձ։ Բա այս ինչ հաշիվ է։ Հայկ ջան, գիտես որ չեմ սիրում մանրամասն պատմել։ Հիմա ինչ որ անում եմ, հիմա պետք է անեմ։ Իմ գործերն է։ Բայց ուրիշ բաներ էլ կա, որ ուզում եմ անեմ։ Ու այդ ինչն է։ Միքոյի հարցերով էլ եմ գնում։ Այդ տղեն արդեն համահանում է։ Գնում եմ Ռուսաստան։ Հա, Միքոյի հարցը իմ գլխից էլ դուրս չի գալիս։ Բայց էլ չգիտեմ ինչ անեմ։ Դու մի մտածի, ես մի բան կանեմ։ Բայց ոնց հասկանում եմ առաջնային ուրիշ բանի համար ես գնում։ Ինձ թվում է դու ամեն ինչ էլ հասկանում ես։ Ավելորդ հարցեր մի տուր։ Լավ։ Իսկ կլինի Վարոն մի որոշ ժամանակ մեր տանը մնա։ Ես քեզ եմ վստահում, որ ասում ես թող մնա։ Շնորհակալ եմ շատ։ Վարաթրիչքդ երբ է։ Առավոտյան հետևիցս ավտո է գալու։ Հասկացա։ Ու հույսով եմ քեզ պետք չես զգուշացնել, որ Սոնայի հանդեպ շատ ուշադիր կլինես։ Ռամը պարկեց։ Պապան է գնաց ննջարան։ Ես էլ տեղս չեմ գտնում։ Փորձում եմ ոչ մեկ երեսին չերևալ, որ ինձ չմատնեմ, բայց Շատ լավ եմ քեզ հասկանում։ լավ հիմա ինձ կբացատրես ինչ ձայնագրության մասին է խոսքը գնում ու ինչ կապ ունի Արմոն այդ ամեն ինչի հետ։ Մամ, ուղղակի չգիտեմ, արդյոք ճիշտ է ձեզ այդ մասին ասելը, թե չէ, որովհետև ամենաանհավանական ու անսպասելի պահին դուք միշտ հարվածում եք ինձ։ Բալես, եթե այստեղ եմ, ուրեմն քեզ վստահում եմ ու հավատում եմ։ Ուղղակի հասկացի ինձ համար էս դժվար է անցալել։ Ես հիմա շոկի մեջ եմ։ Բայց երբ սկսում եմ դեպքերը իրար կողք շարել, վերլուծում եմ, հասկանում եմ, որ այս պատմության մեջ իսկապես մի բան է ինչի։ Քաջիկը խմած է եղել ու խոսել է։ Արմոն այդ ժամանակ քաջիկի կողքին է եղել ու ձայնագրել է։ Հետո ինքը այդ ձայնագրությունը ցույց է տվել մենակ ինձ։ Ու հիմա սպառնում է, որ եթե ես չամուսնանամ իր հետ, ինքը այդ ձայնագրությունը պապայի դեմ կօգտագործի։ Ինչ։ Ինչ ես խոսում նարը։ Մամ, ես Արմոյի վրա չեմ զարմանում ու Արմոյից ամեն ինչ սպասելի է։ Բայց լիքը ուրիշ հարցեր կան, որոնց պատասխանները ես չեմ գտնում։ Լավ, մի հատ կբացատրես ոնց եղավ, որ հորքուրը գնաց տնից։ Ոնց ստացվեց, որ հորքուրի գնալը պապան այդքան հանգիստ տարավ։
ինչի քաջիկը սկսեց խմել։ Կամ ինչի էր քաջիկի խմելը պապային այդքան անհանգստացնում։ Մամ, այնքան անհասկանալի հարցեր կան։ Աշոտը ոնց ստացվեց, որ ոչ մի անգամ չեկավ գյուղ, անգամ ծնողների թաղմանը չեկավ։ Իրա տղերքին ոնց տենց անտեր թողեց։ Մենք բոլորս էլ գիտենք, որ Աշոտը իր ընտանիքի համար ամեն ինչ անում էր։ Ոնց ստացվեց, որ պապան որոշեց, որ վռամը չպիտի կպնի Միքոյին։ Այդ ժամացույցը ոնց պապայի մոտ հայտնվեց։ Մամ, նորմալ է այս ամենը։ Դուք էլ եք հա խառը ոնց որ։ Հա, ախպերս։ Խառը հաշիվներ են։ Երեք մտել են քերու ամառանոց կրակել են։ Ով։ Չգիտեմ այդ հարցով գնաց Ռուսաստան, բայց Սոնայի մոտ ոչ մի բան չենք խոսում։ Բա Միքոյից ինչ կա, այդ ինչ պատմությունների մեջ է։ Սուս վարո։ Երեխուպես սնգած Միքո եմ ման գալիս, բայց ոչ մի ձև չեմ կարողանում գտնեմ։ Ոնց որ այդ տղեն մտածված հետս կապի դուրս չգա։ Ինքը շատ լավ գիտեր ես երբ եմ դուրս գալու։ Իսկ ես ինչ դուրս եմ եկել Միքո եմ ման գալիս։ Բայց ինքը պիտի ինձ ման գար, վարո։ Որ շուտ իրար գտնեինք, որ հասկանայինք ինչ պիտի անեինք։ Այդքան տարի իրար չենք էլ տեսել։ Վերջին անգամ բերդում եմ հետը խոսել։ Դրանից հետո զանգում չկա։ Դե լավ ջահել է Այկո։ Հա, հասկացանք, որ ջահել է, բայց վաղուց էլ երեխա չի։ Երեխա է, բա ինչ է։ Լավ էլի ախպերս։ Ինչքան էլ փոքր ա եղել, բայց ես վստահ եմ, որ Միքոն ամեն ինչ շատ լավ հիշում է։ Մենակ դրա համար պիտի հիմա կողքս կանգնած լիներ։ Ինչքան էլ սիրտս պայթում ա, վարո, բայց էլ ոչ զանգելու եմ, ոչ էլ հետաքրքրվելու եմ։ Կարող այդ տղեն իսկականից չի ուզում ինձ գտնի։ Կարող չի ուզում իմ հետ կապ ունենա։ Գժվեցիր Այկո։ Բա ուրիշ ինչ ասեմ ախպերս։ Ու գիտես, այս աշխարհում հավասարություն կա։ Պատահական չի, որ Կարոյի մահից հետո պապան վրեժ չլուծեց։ Որովհետև գիտի, ինչքան էլ մարդիկ չեն տեսել, չգիտեն, բայց Աստված ամեն ինչ տեսնում է։ Ալո։ Հոգնած չէիր։ Չէ, ոնց ես։ Տանում եմ, լավ եմ արդեն։ Լավ է։ Սոնա, ինձ թվում է վաղը արդեն դուրս կարամ գամ ես։
Ուզում եմ անպայման խոսանք հանդիպենք։ Սոն, Կզանգեմ, հա։ մարդ կա մոտդ։ Ըհը։ Դե լավ, ուրեմն վաղը որ հարմար լինի դու զանգի։ Ուզում եմ անպայման խոսանք, լավ։ Լավ։ Վրամ ջան, ես քեզ խնդրում եմ, այսօր արի կլինի այդ քարը փեշիցը թափի ու տանը մնա, ինչ կլինի։ Ասիր հիվանդանոցից դուրս գամ պապա, ասի արի խնդիր չկա։ Հիմա էլ ինձ լսի մնա տանը այսօր։ Հա, հարց չկա, բայց մենակ այսօր։ Հա, մենակ այսօր։ Անիկ։ Անիկ։ Սեղանը դատարկ է, Անիկ։ Հաց դիր ուտենք դուրս գանք։ Լավ, ուղղակի սուրճ դիր։ Ես ինչ է եղել, մամա, բան է եղել։ Երևի այդ կրակոցների մասին լսել է, խառնվել է իրար։ Բարի լույս։ Բարի լույս, Նարեկ ջան։ Սպասի։ Որտեղից քեզ էս թևնոցը։ Այս թևնոցը ես միշտ հավանել եմ։ Ուղղակի երբեք չի համարձակվում գրել։ Իսկ ինչ փոխվեց, որ սկսեցիր գրել։ Ոչ մի բան։ Ինչ պիտի փոխվի, պապա ջան։ Ուղղակի դուրս եկել է գրել եմ։ Բան չեմ հասկանում։ Լալայի թևնոցն է։ Հա։ Ու շատ սիրուն է։ Լավ, ես սուրճս դրսում կխմեմ։ Աղջիկդ տարօրինակ է։ Եղածը թևնոց է, ինչի՞ ես սենց խառնվել իրար։